Ինչ է թափոնը։ Թափոնը արտադրության, այդ թվում ընդեկօգտագործման կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Թափոնները լինում են երկու տեսակ՝ վտանգավոր եւ ոչ վտանգավոր։ Վտանգավոր են համարվում այն թափոնները, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար եւ որոնք պահանջում են դրանց հետ վարման հատուկ մեթոդներ եւ եղանակներ։ Ինչպես կգնահատեք ներկայիս իրավիճակը թափոնների կառավարման ոլորտում։ Եթե մեկ բառով, ապա անցումային, թե օրենսդրական, թե գործնական մակարդակներում։ Մենք դեռևս անցումային փուլում ենք հին համակարգից դեպի նոր, ինչը ենթադրում է ժամանակակից եւ էկոլոգիապես պատասխանատու մոտեցումների կիրառում։ Վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ, օրինակ շրջանառվող վտանգավոր թափոնների հաշվառման բարելավում, պետության կողմից վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման եւ մոտեցվող ծառայությունների գործընթացների թվայնացում, տեղադրման տարածքների քարտեզագրում եւ այլն։ Որոնք են հիմնական մարտահրավերները, որոնց զբաղվում եք ոլորտի կառավարման ընթացքում։ Առաջին հերթին իրավական դաշտի բարելավման խնդիր կա։ Ներկայումս աշխատանքներ են տարվում թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը Եվրամիության հրահանգներին մոտարկման ուղղությամբ։ Բացի այդ, ենթակառուցվածքների վերամշակման կարողությունների տեսակավորման մշակույթի պակասը ևս խոչընդոտ է համակարգված առաջընթացին։ Մեծ խնդիր է նաև բնակչության իրազեկվածության եւ գիտակցության ցածր մակարդակը։ Ինչ լուծումներ եք տեսնում այդ խնդիրների համար։ Անհրաժեշտ է հանրային կրթություն նախադպրոցական տարիքից, թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության մասին։ Երկրորդ, պետություն մասնավոր հատվածի եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն տեղական մակարդակում արդյունքներ արձանագրելու նպատակով։ Եվ ամենակարևորը, արդեն իսկ բանակցություններ են ընթանում Եվրամիության հետ թափոնների կառավարման ազգային օրենսդրության ԵՄ դիրեկտիվների մոտարկման գործընթացը սկսելու համար։ Ինչ միջազգային պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունն այս ոլորտում։ Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային բնապահպանական կոնվենցիաների, այդ թվում նաև Բազելյան կոնվենցիային, որը կարգավորում է վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումը եւ դրանց նկատմամբ հսկողության սահմանումը։ Ինչ ուղերձ ունեք ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ հասարակության համար, կապված վտանգավոր թափոնների կառավարման հետ։ Վտանգավոր թափոնների ճիշտ կառավարումը պետք է ընկալել ոչ միայն պարտականություն, այլ առաջին հերթին ներդրում մեր ընդհանուր առողջության եւ բնության պահպանության մեջ։ Ես կոչ եմ անում բոլոր արտադրական, բժշկական եւ այլ հաստատություններին, որոնք առաջացնում են վտանգավոր թափոններ, լինել թափանցիկ եւ պատասխանատու։ Հանրությանը կոչ եմ անում տեղեկանալ եւ տեղեկացնել վտանգավոր թափոնների արկայության կամ սխալ կառավարման մասին, քանի որ բնությունը մեր տունն է, իսկ թափոնների կառավարումը այդ տան հիգիենան։ Եթե ցանկանում եք ապրել առողջ, անվտանգ եւ կայուն միջավայրում, պետք է բոլորս վերցնենք մեր բաժին պատասխանատվությունը։ Ոչ ոք այդքան աննշան չէ, որ չկարողանա փոփոխություններ կատարել։